Նոր-Նորքում 3 հեկտար տարածքի վրա գտնվում է ինժեներական քաղաքը, ավտոմոբիլային արդյունաբերություն, միկրոսխեմաների մշակում, ռադիոէլեկտրոնային համակարգեր եւ համալիրներ, կենսաբժշկական ճարտարագիտություն։ Ինժեներական քաղաքում գործունեության ոլորտներից մի քանիսն են։ Ավելի քան 30 կազմակերպություն, մոտ 400 մասնագետ այստեղ գործունեություն են ծավալում։ Ստեղծում ենք Հայաստանում կամ կարելի ասել մասամբ արդեն ստեղծել ենք մի միջավայր, մի մոդել, որը մեզ հնարավորություն կտա առաջինը ստեղծել նոր մասնագետներ կամ կրթել նոր մասնագետներ այս ոլորտներում, ստեղծել կամ աջակցել կազմակերպություններին, որոնք ունեն գործունեություն այս ոլորտներում, ներգրավել վերազգային կազմակերպություններ, այսինքն National Instruments-ից բացի նոր մեծ կազմակերպություններ, որոնք աշխարհում եղանակ են ստեղծում, ինչպես նաև Հայաստանում ստեղծել միջավայր, որտեղ կիրականանան հետազոտական աշխատանքներ։ Ինժեներական քաղաքը պետություն մասնավոր գործընկերության ծրագիր է, որն իրականացվում է ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, կառավարության, համաշխարհային բանկի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ մասնավոր հատվածի գործակցությամբ։ Սա ինժեներական քաղաք երկուսն է, որովհետեւ մենք ունենք այստեղից ձախ ինժեներական քաղաք 1, որտեղ արդեն տեղակայված էին 2018 թվականի մայիսից սկսած որոշ ընկերություններ, տեղական ընկերություններ, վերազգային ընկերություն, National Instruments-ը տեղափոխվեց այստեղ եւ արդեն ձևավորվել էր միջավայր։ Բայց այդ միջավայրը, այդ տարածքը բավականին քիչ էր արդեն աճող ինժեներական ընկերությունների համար։ Եվ պետությունը մասնավորի հետ միասին բնականաբար հասկացավ, որ պետք է ստեղծվի եւ մեծացվի այդ հնարավորությունները եւ միջավայրը, որ մենք պետք է տանք ինժեներական ընկերություններին, ուսանողներին, որոնք հնարավորություն կունենան օգտագործել այս հարթակը եւ ստեղծել իրենց պրոդուկտները։ Ինժեներական քաղաք նախագիծը սկսվել է 2018-ին, մինչև 2024-ի հունիսը ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, նաև մասնավորն է ներդրումներ կատարել։ Համաշխարհային բանկի ֆինանսավորման ավարտից հետո պետական բյուջեից հատկացվել է 1.88 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 810.4 միլիոն դրամ, իսկ այս տարի հատկացվել է 1.96 միլիարդ, մինչև նոյեմբերի 6-ը ծախսվել է 1.19 միլիարդ դրամ։ Ներկայում ինժեներական քաղաք 2-ում շինարարությունը շարունակվում է։ 20 ռեզիդենտ կա, որոնց պետությունը հողատարածք է հատկացրել։ Գրասենյակները կառուցում են հենց ընկերությունները։ Եվ մեզ մնացել է մոտավորապես տարի ու կես ժամանակ, որովհետեւ մեր կարողանան մեր ռեզիդենտները նույնպես ավարտեն իրենց շինարարությունը, այսինքն կունենանք ամբողջական տեսք։ Ինքը անընդհատ ապրող օրգանիզմ է, որ անընդհատ մեծանում է, այդ չի բացառվում, որ եթե ասենք 2026-ին որոշենք, որ կենտրոնում պատրաստենք մի նոր շենք, որը լինի հետազոտական կենտրոն, այսինքն փորձում ենք փուլային մոտենալ, ավարտել առաջինը ինժեներական քաղաք 1-ը, երկրորդը ավարտել աքսելերատորը, երրորդը ավարտել ռեզիդենտների տարածքները 2026-ի դեկտեմբերին։ Քաղաքն ունի ինժեներական սարքավորումներ, հետազոտական եւ նախատիպային լաբորատորիաներ, հաստոցաշինական եւ արտադրական մեքենաներ, որոնցից կարող են օգտվել ինժեներական քաղաքում գործող եւ ինժեներական ու բարձր տեխնոլոգիական ոլորտի այլ ընկերություններ։ Անդրանիկ Մելիքսեթյանը, որ Emerson NI ընկերության ինժեներներից է, նշում է. Ինժեներական քաղաքը հնարավորություն է տալիս գաղափարից մինչև արտադրությունն իրականացնել մեկ տարածքում։ Անձամբ իմ պրոյեկտներից մեկում այդպիսի փորձ ունեցել եմ, որ մենք գաղափար ենք ունեցել, կոնկրետ խնդիր լուծելու համար եւ այդ արդեն պրոտոտիպը ստեղծել ենք եւ շատ արագ լոկալ արտադրություն ստեղծողություն ունի այս տարածքում ու իրանց այդ աշխատելու միջոցով մենք կարողացել ենք այդ պրոդուկտը բերենք այն տեսքի, որ հնարավոր լինի արտադրել ու նաև ստեղ կարողացել ենք սահմանափակ քանակով արտադրել։ Տեղեկացնում է նաև, քանի որ ընկերությունները շատանում են, արտադրության պահանջարկը մեծանում է, իսկ քանակը սահմանափակվում։ Այդ պատճառով գաղափար կա ապագայում ստեղծել արտադրական քաղաք։ Ոլորտում արկա խնդիրներից խոսելիս Մելիքսեթյանը նշում է. ինժեներական արտադրանքի ստեղծման ժամանակ է բարդություն առաջանում։ Կարող է լինել, չգիտեմ, մի տեխնիկա, ի վերջո, որը պետք է կիրառվի ինչ-որ մի ոլորտում, ինքը բաղկացած է ընդհանուր ինչ-որ կոմպոնենտներից, չէ՞, ունի էլեկտրոնային մաս, ունի մեխանիկական մաս, ունի ծրագրային մաս, Այսինքն այդ որոշ մասներ մենք հեշտությամբ կարող ենք լոկալ արտադրել, մեխանիկականը, բնականաբար ծրագրայինը, երբ որ բանը հասնում է օրինակ էլեկտրոնային մասին, որտեղ որ բազմաթիվ կոմպոնենտներ են պետք տարբեր արտադրողներից, որոնք որ ծրված են աշխարհով մեկ,
դրանք պետքա տարբեր տեղերից գնել, հասցնել ստեղ, որ արագ փորձարկումներ անել, հետո նույնիսկ ինչ-որ քանակով արտադրել, հա։ Խոսքը գնում է դրա մասին, որ այսինքն ռեգիոնալ վերջի զարգացումների պատճառով, այսինքն դժվար է դարել այդ կոմպոնենտները ձեռք բերել։ Ինժեները տեղեկացնում է, ամբողջ համայնքն է հարցը բարձրաձայնում։ Նախարարությունից իրենց տեղեկացրել են, որ խնդրի լուծումն ընթացքի մեջ է։ Ինժեներական քաղաքում նաև կրթական ծրագրեր են իրականացվում, այդ թվում բուհերի հետ։ Մեր նկարահանման ժամանակ ավիատիեզերական սարքաշինություն մագիստրոսական ծրագրի ուսանողներն էին դասանում։ Դավիթ Մամյանը, որ ծրագրի երկրորդ կուրսի ուսանող է, ասում է, երկու պատճառով է այս ոլորտն ընտրել։ Հասկացել եմ, որ հենց թռչող տեխնոլոգիան իրանից ներկայացնում է ինժեներիայի ներկան, այսպես ասած, եւ նկատել եմ, որ բազում կամպանիաներ զբաղվում են դրանով, իսկ ավիատիեզերական սարքաշինություն ծրագիրը հենց այդ շանսն է տալիս ու դրան զուգահեռ, որ ավիատիեզերականին ասելիս խոսքը միայն հրթիռների կամ արբանյակների մասին չի, այն նաև երկրի մակերևույթում թռչող օբյեկտների մասին, ինչպիսիք են օրինակ ԱԹՍ-ները կամ ինքնաթիռները, այսինքն ավիատիեզերական սարքաշինությունը հենց իրանից առանձին լայն ոլորտ, լայն տիրույթ է ներկայացնում։ Երկրորդ պատճառն էլ այն է, որ դասավանդողները ինժեներական ընկերությունների մասնագետներ են։ Ինչպիսին է ոլորտում մեր երկրի դիրքը, Սիմոնյանը նշում է, Հայաստանը դիրքավորվում է համաշխարհային լանդշաֆտում որպես տեխնոլոգիական երկիր։ Բնականաբար ունենալով քիչ ռեսուրս, մենք կենտրոնանում ենք որակի վրա, մենք կենտրոնանում ենք նաև միջազգային փորձի ներգրավելու վրա եւ ճարտարագիտությունը կամ ինժեներությունը բնականաբար պետք է աճի ամբողջ այդ պահանջարկին համահունչ, իսկ պահանջարկը ուղղակի ահռելի է այսօր։ Ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաներով, այնպես էլ ինժեներությամբ աշխարհին ասելիք ունենք, նշում է Ենգիբարյանը, առանձնացնում 3 մրցակցային առավելություն, որ ոլորտը տալիս է մեր երկրին՝ բարձր վարձատրվող աշխատատեղեր, այլ երկրների նկատմամբ մրցակցային առավելություն։ Եվ մյուսը շատ կարևոր է, բերում ենք մի նոր լուծում, դա արդեն սարքերի եւ ծրագրավորման համագործակցությունը։ Այսինքն ոչ միայն կարողանում ենք ծրագրային լուծումներ պատրաստել, այլ նաև կարողանում ենք պատրաստել սարքել եւ դրանք ինտեգրել։ Դա նշանակում է, որ կստեղծենք մոտ ապագայում նաև նոր արտադրություն, այսինքն նոր արդյունաբերություն, սարքաշինություն։ Այսինքն ծրագրային լուծումներից ինտեգրացիա, սարքերի եւ ծրագրավորումների, որի անպայմանական ինժեներություն են կոչում, դրանից հետո Հայաստանում կստեղծվի մի մեծ ոլորտ, որը կոչվում է արտադրություն, այսինքն ես համոզված եմ շատ արագ կտեսնենք նաև արդյունաբերական քաղաքի ծնունդը Հայաստանում, որ այդ սարքերը ոչ միայն կմշակվեն այստեղ, կպատրաստվեն 100 հատ կամ 1000 հատ, այլ կպատրաստվեն 100,000 հատ կամ 1 միլիոն հատ։ Ըստ Ենգիբարյանի ոլորտում առկա խնդիրներից մեկն այն է, որ ի տարբերություն ծրագրավորողի, ինժեներ հնարավոր չէ պատրաստել 6-ից 12 ամսում։ Պետք է աշխատենք բուհական համակարգի հետ, որովհետև ինժեներ նշանակում է գիտի նյութաբանություն, գիտի ֆիզիկա, գիտի լավ մաթեմատիկա։ Այսինքն սա միայն ունակություններ չեն։ Սա լուրջ գիտություն է, որը Հայաստանը պետք է ունենա։ Ուսանողներն այսօր նախընտրում են սովորել համալսարաններում, թե մասնավոր ընկերություններում, փոխնախարարը տեղեկացնում է։ Մի քանի տարի առաջ այսպիսի տենդենց կար։ Ուսանողները ընդունվում էին պոլիտեխնիկ, պետական համալսարան եւ այլ համալսարաններ, եւ այդ կարճ ժամանակ հետո գնում էին վերապատրաստվում են այդ կարճ կուրսերով, սովորում են ինչ-որ ծրագրավորման լեզու եւ բնականաբար անցնում են աշխատանքի։ Խոսքը գնում է երևի մինչեւ 2018-19 թվականը, երբ որ այդ ինդուստրիան, այսինքն ծրագրավորման բավականին մեծ աճեր ուներ։ Ընդունվում են այնտեղ բնականաբար թուլանում էր իրենց ֆունդամենտալ գիտելիքը, այսինքն արագ գումարի վաստակվելու ինչ-որ հնարավորություն ունեն։ Ըստ փոխնախարարի, այսօր տենդենսը փոխվել է, համալսարաններն են միմյանց հետ մրցակցում, մասնագիտական ընկերություններն էլ աշխատում են համալսարանների հետ։ Այսպիսով ոլորտը Հայաստանում զարգանում է, բերելով նոր հնարավորություններ, հեռանկարներ, բայց նաև մարտահրավերներ։ Իսկ ինժեներական քաղաքը ըստ մասնագետների հարթակ է, որտեղ միավորվում են գիտությունը, կրթությունը եւ ինդուստրիան։ Հաջորդ քայլը պետք է լինի ինժեներական քաղաքներ ստեղծել Հայաստանի բոլոր քաղաքներում։ Լիանա Խաչատուրյան, Աշոտ Խաչատրյան, Հովհաննես Քյուրքյան եւ Լիլիթ Հովհաննիսյան, Կիրակնորյալ լուրեր։